Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Երկրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Վանի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը մաշկավեներաբան Ռշտուն Բաբայանն է։ Ողջույն։ Ողջույն Վահե ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, մերսի, դուք ո՞նց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Պարոն Բաբայան, ինչ ենք այսօր պատրաստելու։ Պատրաստելու ենք գառնի արախ, հին հայկական ուտեստներից մեկը, որը շատ հաճախ պատրաստում է իմ ընտանիքում։ Այո, ձեր ոչ իմ կողմից, ցավոք։ Ոչինչ, այսօր ասում եմ ձեր կողմից կլինի, ընտանիքի անդամներն էլ կտեսնեն, կիմանան, որ դուք եք պատրաստում ի վերջո։ Սա շատ հետաքրքիր մի ճաշատեսակ է հայկական լեռնաշխարհում տարածված։ Ինչու ենք հատկապես սա ընտրել, որովհետև ձեր արմատները կոնկրետ մեզ տանում են դեպի Վան եւ մի քանի այլ վայրեր եւս, որոնց մասին կխոսենք քիչ հետո, ավելի մանրամասն թե որտեղից են ձեր արմատները։ Այս բաղադրատոպսը իհարկե տարածված է ամբողջ հայկական լեռնաշխարհում, մասնավորապես նաև ներկայացնում են որպես Վանի նավակ, ինչու որովհետև լցոնված սմբուկներ են եւ նմանվում է կարծես թե նավակի, բեռնված նավակի, եւ այս դեպքում Վանի նավակներ անվանում է գալիս է նաև նրանից, որ Վանա լիճ կար եւ այնտեղ նավարկություն այս կոնցեպտներ դրված։ Մենք ասոցիացիա։ Հա, մեզ այստեղ շատ հետաքրքիր է բաղադրիչների նաև պարունակությունը, ինչու որովհետև պետք է հասկանալ ինչի հետ ենք խառնելու որպես խճողակ եւ որն է լինելու մեր պատյանը։ Սմբուկը առանց կտրելու միայն մեջտեղի հատվածում բացվածք ենք անում նախքան տապակելը, առատ բուսայողի մեջ պետք է իրեն տապակել, որպեսզի ինքը համ փափկի, համ եփվի։ Հետո պատրաստելու ենք խճողակ, այսինքն միջուկը, որը լցնելու ենք, դրա համար մեզ անհրաժեշտ է կծու պղպեղ կանաչ, քաղցր պղպեղ, լոլիկ, 2 գլուխսող, սխտոր եւ իհարկե ամենակարևորը տավարի աղացած միս։ Սա պետք է իրար հետ բովել, եփել ամբողջովին կարակով եւ մի փոքր բուսայողով, որովհետեւ կարակը ունի վառելու հատկություն, հետաբար բուսայողը մի փոքր թեթևացնելու է այդ ամբողջը եւ վերջում ավելացնելու ենք տոմատի մածուկ եւ աղ։ Այդ խճողակը լցնելու ենք հետո սմբուկի մեջ եւ իհարկե վրան ավելացնելու ենք քերած պանիր։ Իհարկե քերած պանիրը մի փոքր ժամանակակից մոտեցում է, բայց աննկարագրելի ավելի համեղ է դառնում այս դեպքում։ Դե ինչ ես առաջարկում ընդհատել, անցնել աշխատանքի եւ զրուցել։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ պատրաստ ենք բուն ընթացքին։ Պարոն Բաբայան, մենք անդրադառնալու ենք ձեր մանկության համին։ Ո՞րն է ձեր մանկության համը։ Կհիշեք ինչպիսի ճաշատեսակներ էր տատիկը կամ մայրիկը պատրաստում, որ միջև հիմա ձեր սիրելիների շարքում է գտնվում։ Դե ոնց կարանք չառանձնացնենք մեր սիրելի հայկական հարիսան եւ տոլման։ Ես մի անգամային ձայն չհանեմ, որտեղ իմ երկու սիրելի ճաշատեսակներն են։ Տոլման սիրում եք տերևով, թե։ Հա, ավելի շատ տերևով, քան կաղամբով։ Այո, մածուն սխտորով, կարքին տոլմա։ Ուզեցի, սիրտս ուզեց։ Կարանք փաթաթենք հիմա։ Մենակ ասում եմ թուփը չունենք։ Ուրեմն պարոն Բաբայան, եկեք անդրադառնանք ձեր մասնագիտությանը նաև, քանի որ դուք մաշկավեներաբան եք եւ խոհանոցը անմիջական կապ ունի մաշկաբանության հետ, որովհետեւ շատ հիվանդություններ ուղեկցվում են եւ բարթանում են կամ, չգիտեմ, իրենց ներազդեցություն է ունենում որոշակի սննդամթերքների ազդեցություն։ Ես ուզում եմ նախ հասկանանք դուք ինչպես ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը, հա, որովհետեւ ամեն մեկը փոքր տարիքում ինչ որ մասնագիտական հակումներ է ունենում։ Ես գիտեմ, որ ձեր հայրիկը եւ հորաքույրը, ճիշտ է։ Եվ պապիկս։ Ձեր մոտ այսինքն ժառանգական է։ Բոլորը մաշկաբաններ են եղել։ Պապիկս մաշկավեներաբան է եղել, հայրս Հայաստանի գլխավոր մաշկավեներաբանն է եղել, ու այդպես ժառանգաբար փոխանցվել է ինձ մասնագիտությունը։ Էլ չհարցնեմ ինչի եք մանկությունից երազել, չեք երազել, ինձ թվում է այդ միջավայրում ապրել է, արդեն իսկ թելադրել է դառնալ։ Ավտոմատ։ Ավտոմատ ստացվել է։ Գոհ եք բայց։ Շատ իհարկե, չեմ փոշմանել, շատ սիրում։ Կարևորը սիրով անելն է, որովհետև կարծում եմ մասնագիտություններ կան, որի մեջ եթե սեր չլինի, ուղղակի չես կարող աշխատել։ Ուղղակի ավելավա չաշխատես, եթե պետք չսիրես քո մասնագիտությունը։ Այո։ Ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը եւ հիմա քանի որ մենք խոհանոցի հետ այդպես անմիջական այս պահին կապ ունենք, ես առաջարկում եմ աշխատել եւ ընթացքում նաեւ զրուցել նաեւ սննդամթերքի ազդեցությունը մաշկի եւ մնացածի վրա, հա։ Ես կառաջարկեմ սոխ այսօր ես կկտրատեմ, դուք երևի պղպեղը, հա, կտրատեք։ Մանր ուղղակի պետք է կտրատել։ Հիմա անդրադառնանք մթերքներին, դրանց, չգիտեմ, ազդեցությունը տարբեր մաշկային հիվանդությունների դեպքում։ Տեսեք, քանի որ ինչպես նշեցիք, մաշկը սերտ կապված է սննդակարգի հետ, ես կուզենամ առանձնացնեմ
այն սննդամթերքները, որոնք կարող են կամ առաջացնել ինչ-որ խնդիր, կամ սրել արկա խնդիրը մաշկային, մասնավորապես եկեք ակնեի մասին խոսանք։ Ամենատարածված հիվանդությունն է, դեռահասների դեպքում, չէ՞։ Դեռահասային տարիքում հատկապես։ Եվ շատ կարևոր է այստեղ պահպանել ճիշտ սննդակարգը, իսկ ավելի կոնկրետ շատ սահմանափակել քաղցրավենիքը, կաթնամթերքը, վերամշակված սնունդը, կծուն, թթուն, որոնք կարող են վատթարացնել վիճակը ակնեի։ Այսինքն բուժումից հետո, եթե բուժվեց եւ այդ խիստ պահը անցավ, արդյոք կարելի է ռացիոնում նորից օգտագործել կաթնամթերք, հա, որտեղ դե մեծ աղբյուր է ամեն դեպքում կալցիումի եւ մնացած այլ բաղադրիչների, հա։ Անպայման պետք է օգտագործել, ոչ ոք չի ասում լրիվ բացառել, բայց եթե ունենք խնդիր, նախ պետք է մի փոքր այդ բային սահմանափակել, հետո իհարկե չափի մեջ, ոչ մեծ պորցիաներով, իհարկե շատ կարևոր է կաթնամթերքը։ Պարտադիր մեր ռացիոնում պետք է լինի։ Կա այնպիսի մթերք, որ գոնե կառաջարկեք, որ շատ քիչ օգտագործել կամ դուրս հանել իրենց ոնց որ ասած ցանկից, հա։ Տեսեք, խոսքը գնում է շատը վերամշակված սննդի մասին, fast food, չիփսեր, գազավորված ըմպելիքներ, բնականաբար դրանք ոչ մի օգուտ չունեն իրենցից եւ հակառակը կշտացնում են ժամանակավոր։ Շատ արագ կշտացնում են եւ շատ արագ էլ նորից քաղցի զգացողությունը լինում է։ Քանի որ ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս եւ բնականաբար խնդրահարույց են ամեն դեպքում, այսինքն։ Այո, ես ինքս շատ սահմանափակ, շատ հազվադեպ եմ օգտագործում, աշխատում եմ հնարավորինս իհարկե առողջ սնվել, մասնավորապես երբ որ սպորտով ես զբաղվում, այդ ամեն ինչը պետք է պահպանել իհարկե խիստ։ Ինձ կասեք մեկ էլ, եթե սպորտով են զբաղվում, հա, ես լսել եմ, որ սպորտով զբաղվելու դեպքում մաշկային խնդիրներ ի հայտ են գալիս։ Ինչի արդյունք է դա։ Արդյոք լրացուցիչ ինչ-որ նյութերի օգտագործման արդյունքում է դա առաջանում։ Հա, ես լսել եմ, որ օրինակ դեմքը դուրս է տալիս։ Պրոտեինից։ Միգուցե եւ դրանից է, չգիտեմ, բայց ամեն դեպքում լսել եմ, որ այդպեսի բան կա։ Այո, կան որոշ հավելումներ, որոնք կարող են պրովոկացնել, վատթարացնել ակնեի վիճակը, նույնիսկ նպաստել ակնեի առաջացման։ Իհարկե ցանկալի չի դրանք չարաշահել։ Ես ինքս մի ժամանակ օգտագործում էի պրոտեին, իհարկե չափի մեջ, բայց չեմ խրախուսում այդքան էլ։ Իսկ կապված ինչ խնդիրներ են առաջանում սպորտով զբաղվելու ընթացքում, սկսենք հենց ամենապարզը, երբ որ սպորտի ժամանակ մարդը քրտնում է, իսկ քրտինքը նպաստավոր պայման է տարատեսակ խնդիրների, բողոքային պրոցեսների, այո, մասնավորապես սնկային հիվանդությունների նպաստավոր պայման է։ Իհարկե սունկը պետք է վարակվի անձը ինչ-որ միտեղից, բայց այդ խոնավ միջավայրում շատ լավ բազմանում է սունկը։ Իսկ հեշտ է պայքարել առաջացող խնդրի դեմ, հատկապես օրինակ սնկային հիվանդության։ Եթե ժամանակին ախտորոշել եւ այո, եւ զբաղվել բուժմամբ, իհարկե ավելի հեշտ է, քան թե խորացված վիճակն է, բայց ամեն դեպքում բուժել է, այնպես չի որ վերջնական հնարավոր է բուժել։ Եթե իհարկե նորից չվարակվեց, դրա համար շատ կարեւոր է, ես միշտ նշում եմ, երբ որ անձը սպորտով է զբաղվում, լողավազաններում, մարզասրաններում պետք է անպայման անձնական հիգիենայի պարագաներ ունենալ, սրբիչներ եւ աշխատել խուսափել կոնտակտից տվյալ հատվածի մարզասարքերի հետ։ Մի հարց եւս, քանի որ անդրադարձանք մենք մարզասրահներին, ես ուզում եմ հասկանալ, քրտինքի կոնտակտը լինում է մարզասարքերի եւ այլնի հետ։ Եվ պարզ է, որ միշտ չեն կարող ախտահանման այդ process-ը հենց մարզվելու ընթացքում իրականացնել, որտեղ հաճախ քանակը շատ է լինում, մարդիկ շատ են լինում։ Եվ այդ դեպքում արդյոք մեծ է վտանգը որևիցե մաշկային հիվանդությամբ օրինակ վարակվելու, եթե դա կոնտակտային վարակման ճանապարհով է այս դեպքում առաջանում։ Տեսեք, ռիսկը միշտ կա, այստեղ շատ կարևոր է, թե ինչ պատշաճությամբ են հետևում հիգիենայի կանոններին մարզասրաններում, հուսով եմ, որ լավ ախտահանում են։ Այսինքն մեկ անգամյա ախտահանումը արդյոք օգնելու է այդ ամեն ինչին։ Դե չէ, մեկ անգամ չէ։ Պարբերաբար պետք է ախտահանել։ Դե դրա համար եմ ասում, հոսքը բավական շատ է եւ ես չեմ կարծում, որ հասցնեն ամեն մեկից հետո մաքրեն այն տարածքը, որից կիրառվում է, օգտագործում է այդ մարզասարքը։ Այդ դեպքում ինչպես վարվել։ Տեսեք, եթե կոնտակտ է եղել, այս դեպքում կան հակասնկային սպրեյեր, պրոֆիլակտիկ նպատակով կարելի է օգտագործել, որպեսզի կանխարգելել այդ վարակի տարածումը։ Հանգստի գնալուց առաջ, որպես մաշկաբան ինչ խորհուրդ կտաք, քանի որ արդեն այդ եղանակը բարենպաստ է եւ սեզոնային հատված է հանգստի գնալու։ Ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ինչ կարելի է իրենց հետ որպես առաջին ճամփորդային, այո, ճամփորդային պայուսակ ունենալ, որտեղ կարելի է օգտագործել դեղորայք, չգիտեմ ինչ որ մաշկի մշակման
Օրինակ SPF, հա, տարբերակ արևային։ Արևապաշտպանը առաջնային միջոցներից է, որ պետք է նախատեսել, խոնավացնող քսուկ պարտադիր, քանի որ կարող է դիտվել մաշկի չորություն, հատկապես երկար արևի տակ մնալուց։ Այդ երկուսը պարտադիր առաջնային միջոցներ են, որոնք բոլորի մոտ պետք է լինեն ճամփորդելիս։ Գներեք մի հարց, եթե մարդու մաշկը օրինակ ճարպոտ է, այդ դեպքում խոնավացնող միջոց արդյոք պետք է օգտագործել, թե ոչ։ Այստեղ մի միֆ կա տարածված, որ ճարպոտ մաշկը պետք չէ խոնավացնել, բայց իրականում այդպես չէ։ Ուղղակի պետք է ընտրել ճարպոտ մաշկին համապատասխան խնամքի միջոցներ, խոնավացնողներ։ Այս դեպքում պետք է նախապատվություն տալ գելերին, փրփուրներին, լոսյոններին, որպեսզի ել ավելի չնպաստենք ճարպոտ մաշկը, որ յուղոտի։ Ինչ օրինակ աբսուրդ եք հանդիպել, որ օրինակ մաշկը ցանկացել են բուժել, չգիտեմ, տարբեր միջոցներով։ Ես մի ընկերն եմ, որ մաշկաբան է եւ պատմում էր, թե ինչպես է մի անգամ դեմքի հետ իհարկե ասում է այցելուն եկել է, հարցնում է ինչ է կարել ձեր դեմքը, որ այդպես է, հա, մշակել եք, ինչ է կարել, որտեղ խնդրային է եղել դեմքը ամեն դեպքում։ Ասել է, հա, բան, սոդա եմ խառնել, քացախ չեմ հիշում, բայց կիտրոնի հյութ էր մեջը, հետո ձու մեկ էլ, այս ընկերս ասել էր կներեք ալյուր լցրել եք, ասել է ինչի հետ էլ պետք է ավելացնել, ասում է խմորեղենի ռեցեպտ է գցել ձեր դեմքին, ասում է, բա ինչ եք ուզում, հիմա այդ հարցին եմ ուզում անդրադառնալ էլի, կապված նման աբսուրդային, գիտեմ որ շատ է հանդիպում։ Լինում է, իմ պրակտիկայում է շատ եղել նման դեպքեր, օրինակ ակնեի բուժման համար, երբ որ ատամի մածուկ են օգտագործել, ու ասում են ու բողոքել են, որ չի անցել ակնեն։ Ասում ես լավ, դե ատամի մածուկը ատամների համար է։ Պետք չի։ Քացախով են մշակումներ արել տարբեր եւ այրել են մաշկը, սոդան դե ամենաընդունվածներից մեկն է։ Այսինքն ճիշտ հակառակ էֆեկտն են տալիս։ Ինչ-որ թթվային բալանսը պետք է օրինակ հավասարակշռել, իրենք ամբողջական թթվայինով են անցում։ Ամբողջական ինչ-որ չգիտեմ ինչ են արել, անհասկանալի։ Չէ, բնականաբար պետք է գրագետ մոտեցում ցուցաբերել եւ բուժական միջոցներ օգտագործել։ Որ տարիքից պետք է այցելել մաշկաբանի անկախ խնդրից, այսինքն եթե խնդիր չունի հաճախորդը, այո, որովհետև մենք դե մեզ մոտ ընդունված մեթոդը լավ է, փառք Աստծո, այս վերջին տարիներին փոխվել է այդ կարծրատիպերը, որ կարելի է նաև գնալ անկախ նրանից, որ դու խնդիր ունես թե ոչ, պրոֆիլակտիկ ստուգման, բայց մեզ մոտ հայերիս մոտ ընդունված է տարբերակը, որ միջև չվատանանք չենք գնում օրինակ դիմելու բժշկի։ Այս դեպքում ինչ տարիք կառաջարկեք, որից եւ քանի ամիսը մեկ գոնե մաշկաբանին կարելի այցելել։ Տեսեք, գոնե 6 ամիսը մեկ պրոֆիլակտիկ նպատակով ցանկալի է այցելել մաշկաբանը եւ տեսեք, երբ որ երեխան ծնվում է մի քանի ամսեկանից իհարկե ճիշտ է պրոֆիլակտիկ հետազոտվել, միգուցե Աստված չանի ինչ որ վտանգավոր բան հայտնաբերվի եւ ժամանակին դեմը առնել։ Իսկ եթե խնդիր չկա, տարեկան 1-ից 2 անգամը բավարար է լինում պրոֆիլակտիկ նպատակով լրիվ հերիք է։ Իսկ արդյոք դեռասության տարիքում այդ հաճախությունը պետք է փոխվի։ Հա, որտեվ այս դեպքում մենք ունենք, ինչպես խոսացինք ակնեի մասին, այդ տարիքում շատ տարածված խնդիր է եւ իհարկե շատ խիստ կարիք կա այցելել, բուժել, վերահսկել ավելի հաճախ բնականաբար։ Դե այդ տարիքում, ինչպես գիտենք, ակնեի առաջացումը կապված է հորմոնալ տատանումների հետ, քանի որ հորմոնների ֆունկցիան դեռևս կարգավորված չի լիովին, դրա համար շատ տարածված է այդ խնդիրը։ Եվ հետզհետե արդեն սովորաբար հետ է զարգանում, բայց դե իհարկե մեծ տարիքում էլ է լինում։ Լինում է պացիենտներ են ունեցել 60-65 տարեկանում ակնեի խնդիր, բայց իսկ դա ինչ է կրկին հորմոնային դաշտի փոփոխություն։ Տարբեր են լինում է ոչ մի խնդիր չի լինում, ինչ որ առողջական, ուղղակի ճարպ շատ է արտադրվում եւ առաջանում է խնդիրը։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, այստեղ արդեն միսը բավական եփվել է, տապակել ենք սոխի, պղպեղի, երկու տեսակի քաղցր եւ կծու, եւ հիմա պարոն Բաբայան այնտեղ նաեւ լոլիկն է կտրում։ Ես այստեղ կավելացնեմ տոմատի մածուկը, հետո կավելացնենք իհարկե մեր լոլիկը մի քիչ ջրային մասսա ավելացնելու համար։ Պարոն Բաբայանը փրթեց լոլիկը ստացավ։ Սևը տվել եք։ Ես կասեի։ Պարոն Բաբայան, եկեք անդրադառնանք ալերգիաներին, քանի որ հիմա նաև այն սեզոնն է, որ ալերգիաների հաճախությունը շատանում է։ Իհարկե հատուկ մասնագետներ կան ալերգոլոգներ, ովքեր զբաղվում են հենց այդ խնդիրներով, բայց նաև ուղեկցող է, քանի որ մաշկաբանական նաև խնդիրներ է առաջանում այդ դեպքում, հա։
կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, չգիտեմ, պաշտպանվելու ձև արդյոք կա, չկա, ինչպես կարելի է դրանից զերծ մնալ։ Կա, իհարկե, նախ եւ առաջ պետք է հասկանանք, թե ալերգիկ մաշկաբորբի առաջացման պատճառը որն է, իսկ դա բազմաթիվ պատճառներ ունի, սկսած արտաքին միջավայրից, վերջացրած ինչ-որ նյութերով, մետաղներով, կաշվից, եւ պետք է առաջնահերթ խուսափենք տվյալ ազդակից, որից եւ առաջանում է ալերգիան եւ իհարկե ստանանք հակաալերգիկ բուժում։ Ամեն ինչ նորմալ կլինի, այո։ Իսկ կան հատուկ օրինակ ներարկման տարբերակներ, որոնք որ կօգնեն ընթացքում, չգիտեմ, այսինքն սիստեմաներ։ Զուտ սիստեմա այսինքն։ Չէ, էլի բաներ կան, մենակ սիստեմաները չեն, ներարկման տարբերակով։ Դա ավելի շատ կիրառվում է ծանր դեպքերում եւ եթե ալերգիան շատ երկարատև է եւ ոչ մի կերպ չի ենթարկվում բուժման։ Բայց շատ հաճախ լինում է, որ ալերգիկ օրինակ եղենջացանի պատճառը, հա, բազմաթիվ պատճառներ կան ու թաքնված ինչ-որ ներքին խնդիր է լինում, որը հենց հրահրում է եղենջացանի առաջացումը։ Իսկ դրա խնդիրը հիմնականում ի՞նչն է լինում։ Տեսեք, նախ ուղղորդում ենք ալերգոլոգի մոտ տվյալ պացիենտին, որպեսզի մանրակրկիտ հետազոտվի եւ հասկանանք առաջացման պատճառը։ Սկսած վիրուսային վարակներից, դեղորայքից եւ տարատեսակ շատ բազմաթիվ խնդիրներ եւ հիվանդություններ նույնիսկ կան, որոնք կարող են առաջացնել։ Դրա համար այս դեպքում ավելի ալերգոլոգի պրոֆիլով է։ Սննդային ալերգիաների դեպքում, այսինքն երբ որ դրանից, չգիտեմ, կարմրություն է մաշկի վրա առաջանում, հա, եւ դրանք, այսինքն խնդիր կարող է անհետանալ, այդ ալերգիկ վիճակը անհետանալ, բայց մաշկային խնդիրը մնալ։ Այդ դեպքում ում դիմել, ալերգոլոգին թե մաշկաբանին։ Երևի թե էլի միասին պետք է զբաղվել տվյալ խնդրով, որպեսզի գրագետ լուծում տրվի։ Այսինքն փոխհամակցված բժշկական բան, այսպես օգնություն է պետք այդ դեպքում։ Մուլտիդիսցիպլինար մոտեցում է պետք, որպեսզի գրագետ եւ ճիշտ բուժում իրականացվի։ Այստեղ արդեն ախորժելի տեսք է ստացվում։ Այստեղ մեր խճողակը արդեն պատրաստ է, պարոն Բաբայան։ Ունենք պանիրը քերված։ Այո։ Ես առաջարկում եմ ընդմիջել եւ լցոնելու աշխատանքին արդեն ասել սմբուկի։ Հարգելի հեռուստադիտող, մեր վանա նավակները կամ լցոնված սմբուկները կամ էլ կառնո բացված փոր, այդպես է բացվում յարախ անվանումը, դրա համար ես թարգմանում եմ միանգամից, պատրաստ է, շքեղագույն եւ տեսքը եւ բույրը շատ լավն է այս դեպքում։ Պարոն Բաբայան, ես մինչեւ կտրեմ կհյուրասիրեմ ձեզ մի փոքր անդրադարձ, քանի որ մենք ընկանք խոսքով խոսեցինք ձեր մասնագիտությունից, չանդրադարձանք ձեր արմատներին։ Մի փոքր հակիրճ ձեր արմատների մասին կխնդրեմ։ Տեսեք, մեր ազգանունը ի սկզբանե եղել է Օրդույան, իսկ Օրդույանները 18-ից 19-րդ դարերում ապրել են Թավրիզ քաղաքում Իրանի։ Ունեցել են նավաշինական գործարան եւ Օրդույաններից Բաբկենը Օրդույան որոշել է վերանվանել ազգանունը իր անունով եւ դարձել են Բաբայան։ Եվ հետո արդեն ցեղասպանությունից հետո տեղափոխվել են Արևելյան Հայաստան, արտաշատում են բնակություն հաստատել, հետո պապիկս է ծնվել Ռշտուն պապիկը։ Ու այդպես տեղափոխվել են վերջնական Երևան այսինքն։ Եվ բայց ապրել են Կարսում, Վանում, Էրզրումում եւ Խոյում։ Բազմաթիվ հայկական լեռնաշարով գտնվել են։ Բարի, հետաքրքիր է, ու տեսնել մենք ընտրեցինք այո Վանից կոնկրետ։ Ես հիմա առաջարկում եմ փորձել եւ համի գաղտնիք հասնել։ Եկեք։ Պետք է որ շատ համեղ ստացված լինի։ Այո։ Իդեալական է։ Շատ նուրբ, շատ հետաքրքիր համային, այսպես բազայով ճաշատեսակ եք ստացել, այնպես որ պատրաստ եք, փորձեք եւ ճաշակեք։ Մենք էլ հետո կհանդիպենք։
Դե ինչ այսօր պարոն Բաբանի հետ տեղափոխվեցինք Վան, այնտեղից մի հետաքրքիր բաղադրատոմս բերեցինք, որը աննկարագրելի համեղ էր եւ բույրը մինչեւ հիմա այստեղ տարածված է։ Պատրաստեք, փորձեք իհարկե եւ ճաշակեք, պահպանելով ազգային ավանդույթները եւ ազգային խոհանոցը։ Ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, տեր կենթանին։